Ես միշտ հետևում եմ Նաիրի Սարգսյանի գրառումների ներքո դուք գրում եք, որ ամբողջությամբ ասեք ճշմարտությունը, ինչու եք մասամբ ասում, ինչի մասին է խոսքը եւ ինչ է քննարկվել այսօրվա դատական նիստում։ Տեսեք, ըստ իմ գնահատականի այդ գործը կողմնակալ ձևի է կամում, ինչը վերաբերում է ճշմարտությանը, որը դուք նշեցիք մի փոքր առաջ Նաիրի Սարգսյանի վերաբերյալ, դա այն հանգամանքն է, որ հողատարածքի սեփականատերը Արշակ Արշակյանը հանդիսանում է 2023 թվականի հավաքանու ընտրությունների մենք դաշինքի Արամ Սարգսյանի Հանրապետության կուսակցության հետ դաշինք կազմած իրենց թեկնածուն, որ իրենց ձայներ են բերել։ Իր եղբայրը հանդիսանում է Կարեն Հակոբյանը, որ ԿՊԱ-կան է, Մալացես վարչական շրջանի, եթե չեմ սխալվում, աշխատակազմի ղեկավարն է, այսինքն Արշակ Արշակյանի եղբայրը։ Այո, Արշակ Արշակյանի եղբայրը, հա, այսինքն մորաքրոջ տղա, ինչ ազգակցական կապ կա, որտեղ ազգակցական կապը ես տենց ուղիղ իմաստով չեմ կարող ասել, բայց հաստատ հարազատներ են, իրանք ունեն լուսանկարներ այդ հողատարածքում եւ մի շարք այլ ԿՊԱ-կան բարձրաստիճան պաշտոնյաներ այդ հողատարածքում։ Բացի այդ, այդ ամենը հաշվի առնելով 2023 թվականի հավաքանու ընտրություն ժամանակ քարոզարշավին իրանք Տիգրան Ավինյանի համար քարոզարշավ են իրականացրել, բուկլետ էին բաժանում։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Երևանի քաղաքապետարան ապամոնտաժում էր իրանց Բաղչեն, որ իրանք մտել են դատարան արգելք են դրել, որ մեր գույքը մասնակցել է նաև այդ Արշակ Արշակյանը։ Դա Արշակ Արշակյանն էլ, հա, դե տարբերությունը մեծ չէ, էլի մեկը նույն ԿՊ-ին են իրանք իրանց գործողության ձայները տվել, համար թաղապետն էլ իրանց Հանրապետություն կուսակցության թաղապետն է Ռոմիկ Մխիթարյանը, էությամբ բան չի փոխվում։ Այսինքն թիմակիցներ են։ Այո, այսինքն այն ինչ կատարվում է, էդի ամբողջովին իրանց շրջանակներում է կատարվում, այսինքն էդի սենց ասած ԿՊ-ի հողն է ու իրանք փորձում են իշխանությունից ամեն ձևի էլ ավելի շատ գումար գանձել։ Պետությունից։ Մեկ այլ ուրիշ հանգամանք, որը ես նաև նշել էի Նաիրի Սարգսյանի մեկնաբանությունում իր գրել եմ, որ իրանք այնքան լծակներ հնարավորություն ունեն, որ իրանք նույնիսկ կարողացել են կադաստրի կոմիտեին սխալ հանել, որ իբրև թե սխալմունք է տեղի ունեցել, հողի նշանակությունը սխալ է գրվել, այսինքն բնակավայրերի այդպիսով, որ փորձել են հողատարածքի գինը բարձրացնել։ Այսինքն հողատարածքի հոտարումից ի վեր, մինչև, եթե չեմ սխալվում, 20 կամ 21 թվականը, երբ որ հենց նույնիսկ դատական նիստը 17-ին էր սկսել, իրանք այդ հանգամանքը հաշվի չեն առել, այսինքն չէին նկատել նույնիսկ հարկ վճարելու ժամանակ, որ իրանք այլ գումար են վճարում եւ իրանք հողի նշանակությունը ուրիշ է, մեկ է պատահականորեն, շատ պատահական պարզվեց, որ կադաստրի կոմիտեն սխալմունք է թույլ տվել եւ հողի նշանակությունը փոխվեց, ինչը որ հենց դա էլ խոսում է։ Այսինքն դրա հետևանքով կամ արդյունքում այդ հողը ավելի է թանկացել։ Դրա հետևանքով ես հետևանքի մասին չեմ խոսում, դեռ այդ հետևանքի մասին խոսելը շուտ է, որտեղ դատարանը որոշում ոչ մի չի կայացրել, արժեքել նիստը չի ավարտվել, գործը չի ավարտվել, էլի քնում է։ Այսինքն մենք կարանք միայն արձանագրենք առայժմ այն փաստը, որ այդ հողը լինելով, ասենց ասած, ԿՊԱ-կանի, հա, իրանք բավականին լծակներ ունեն ու մենք բազմիցս արդեն տեսել ենք ազգային ժողովի ամբիոնի, թե ինչպես են պետական կառույցների վրա ճնշումներ գործադրում եւ SMS-ներով ասենց ասած հրահանգներ տալի, ցուցակալի, որ էլի նույն կերպ իրանք լծակներ ունեն, օգտագործում են իշախ իրանց, վրա սակայն ցավոք սրտի պետությունը։ Այսինքն ամբողջ ճշմարտությունը հենց դա է, իսկ Նաիրի Սարգսյանն էլ աշխատում է
GTB Holding-ում, GTB Holding-ն է, մենք գիտենք ումն է, Արամ Սարգսյանի եղբոր Փեսային է, Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այո, դուք այսինքն փոխկապվածությունը ու նայրի ամբողջական ճշմարտությունը հանրությանը չներկայացնելը ինքը շատ մտահոգիչ է, էլի, ու շատ ասենց ասած կասկածի տեղիք է տալ, էլի, մի բան մարդը հանրայնացնում է, պետք է ամբողջ ճշմարտությունը ներկայացնել, որ հանրությունը կարողանա ճիշտ կարծիք ձևավորել, էլի։